Փորձ է։ Տեսեք, ամեն դեպքում, քանի որ ինքը իրավական որոշակի խնդրում է, հարց է։ Այստեղ է։ Տեսեք, վարույթ հարուցվում է որոշակի հանգամանքներով եւ որից հետո որոշվում է, օրինակ, պահպանել կալանք, թե կիրառել այլ խափաման միջոց։ Բայց սկզբնական փուլը դա դեռ վարույթ հարուցել է։ Պատկերացրեք, եթե վարույթ հարուցել միջնորդության վերաբերյալ, դատարանը գտել է, որ ոչ թե պետք է հատուկ ընդգծի, որ օրինակ տնային կալանքը պետք է բեկանվի եւ կալանքը պետք է լիներ որպես այդպիսի խափաման միջոցը, այլ ընտրել է այլ մոտեցում։ Ենթադրում եմ ընտրել է այլ մոտեցում, քանի որ մեր մասած ճնշումները այնպիսին են լինում դատավորների նկատմամբ ժողովրդավարության բաստիոն հանդիսացող Հայաստանում, որ միաժամանակ նաև մարդիկ փորձում են ինչ-որ կերպ այդ ճնշումը համ պահպանել, համ ինչ-որ լուծումներ գտնել։ Հիմա ինչ-որ լուծումներ երևի թե փորձել է Սուրեն Խաչատրյանը գտնել, որտեղ ոնց լրացվեցի, պատկերացրեք ինքը գտել է, որ վարույթ չպետք է հարուցվեր, բայց մանրակրկիտ անդրադարձել է օրինակ կոչերի վերաբերյալ հանգամանքին, որ դատարանը կիրառել։ Հիմա այս իրավիճակում արդյոք հնարավոր է սթափ, սառը, մարդկային, մատչելի ձևով գնահատել այս որոշումը։ Ոչ, հարգելի գործընկերներ, ինչի համար, որովհետև երբ մենք հասկանում ենք, թե դատավորների հանդեպ ընդհանրապես ինչ աստիճան ճնշումներ են, միտեղ հենց հնչեցնում է Սամվել Կարապետյան անունը, վերջ դատավորներից նույնիսկ ամենալավ դատավորը կարող է վերածվել մի ինչ-որ, այսպես ասած, ինչպես էին ասում, չէ, թե ինչ է արդարությունը, թե ինչ է արդարադատությունը, թե ինչ է դատավորի խիղճը։ Այս երեք հարցերին պատասխաններ չեն գտնում այդ դատավորները։ Երևի իրենք են ուզում ինչ-որ միտեղ, որ դա գրված լինի։ Օրինակ դատավորներ կան երևի թե, որ ուզում են հասկանալ, թե ինչ է դատավորի խիղճը։ Դեռ չեն կարողացել հասկանալ, բայց կարողանում են այսպիսի դատական ակտեր կայացնել։ Եթե սա հիվանդանոցից դուրս գրվի, ուր է հեղափոխվելու, ինչ է բանը։ Ես այս իրավիճակում ըստ վերաքննիչի որոշման, եթե դիտարկենք իրավիճակը, որ բժշկական օգնության եւ սպասարկման հարցը չլիներ, միևնույն է չենք կարող պատասխանը տալ, որովհետեւ արդեն կա դատական նիստ նշանակված տնային կալանքի երկարաձգման հարցով։ Ինչի համար եմ սա ընդգծում։ Պատկերացրեք, եթե օրինակ դատավոր Դոլմազյանը կիրառում է վարչական հսկողությունը որպես խափաման միջոց եւ իր դատական ակտում արձանագրում է, որ որոշումը մտնում է օրինական ուժի մեջ հենց դատական նիստերի դալիճից։ Ինչ է լինում այդ ժամանակ անձը, անկախ նրանից թե երբ է լրանում ժամկետը խափաման միջոցի, դուրս է գալիս դատական նիստերի դալիճից։ Որոշակի առումով այո, բայց խնդիրը ուրիշ բանում է։ Հակասություն ես չեմ տեսնում ինչու, որովհետեւ հունվարի 13-ից գիծ ենք քաշում գործընկերներ։ Հունվարի 13-ից ամբին այլևս հնարավորություն տնային կալանքի խափաման միջոցից զատ ավելի խիստ խափաման միջոցի իրավական կառուցակարգ չկա։ Գտեք ցանկացած իրավաբանի, ասեք կա տենց մեխանիզմ թե չէ։ Քրեական դատավարության օրենսգիրքը ուղիղ սևը սպիտակով այդ կարգավորումը նախատեսել է։ 5 օր շուտ այլ հարց երևի թե Սուրեն Խաչատրյանից կարող է լինի հիմա դժգոհություն։ Օրինակ, ասեն ինչի ամսի 13-ին չէի տվել դատական ակտը։ Օրինակ ինչի չի արել Սուրեն Խաչատրյանը։ Այ հիմա կարող է նորից հարց առաջանա։ Սուրեն Խաչատրյանի խիղճը, արդարադատությունը, արդարությունը ինչ է, ոնց է։ Բայց մի բան կարող եմ ասել, իսկապես ես մարդկայնորեն նույնիսկ ինչ որտեղ սարսափում եմ մեր դատական համակարգը։ Սարսափում եմ, որպես իրավաբան իսկապես ինքը վախենալու երևույթ է։ Որ ստացվում է դատավորը կարող է իսկապես նման դատական ակտ կայացնել։ Այսինքն նման կերպ փորձի իրավիճակը մեկնաբանել։ Բայց ես հասկանում եմ նաև այն աստիճան հակասականության մեջ են իրենք էլ չեն հասկանում երևի թե ինչ փորձեն անել այս ճնշումների պայմաններում։ Իրականում Սամվել Կարապետյանը երբ դեռևս հունիս ամսին իր առաջին հայտարարություններից մեկում, որը դիմել էր հանրությանը Արմավիր քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում, նույն ինքը Չոբան Քյարայի քրեակատարողական հիմնարկում։ Վերջինիս կողմից հենց նշվել էր ընդհանրապես դատական համակարգի խնդիրներ, ընդհանրապես դատավորների անկախության խնդիրը, որ իրականում դատավորները ոչ թե անկախ են, այլ կախյալ։ Եվ այս հանգամանքների վերաբերյալ իր խոստումները ներկայացրել։ Իրեք ճանաչելով արդեն Սամվել Կարապետյանին առավել քան լավ, վստահ եղեք այդ խոստումը կատարել։ Բայց
Դուք պարզապես մեջ վերում եք կառավարության վերաբերելի որոշումից, ինչպես նաև ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքներին վերաբերող նորմատիվ իրավական ակտից այո, այն ամբողջությամբ չի գործել Սամվել Կարապետյանի դեպքում։ Այո, այն բազմաթիվ այլ կալանավորների դեպքում գործում է եւ պետք է գործի։ Բայց Սամվել Կարապետյանի դեպքում չի գործել։ Եվ ես հատուկ եմ ընդգծում, որ Սամվել Կարապետյանի առողջության հետ կապված այն իրավիճակը, որը կա, որը վստահաբար լուծվելու է։ Վստահաբար այս առողջական խնդիրները հաղթահարելու է Սամվել Կարապետյանը, որտեղ նորից մենք խոսում ենք ուժեղ հայ կամարտու մասին, որի նկատմամբ չարամտորեն նման գործողություններ են կատարվել։ Ես այստեղ թե չարամտությունն եմ տեսնում, թե դիտավորությունն եմ տեսնում, բայց վստահ եմ, այս ամեն ինչը հաղթահարվելու է։ Դիմումները ներկայացրել եմ ես, գիտեք քանի անգամ եմ ներկայացրել, դուք քրեական գործի հատորները որ տեսնում եք 100 թերթից ավելի։ Ես այդքան դիմումներ ունեմ ներկայացրել։ Այո, բժշկական պատշաճ օգնություն ապահովելու վերաբերյալ բոլորը մերժում, բոլորը։ Կներեք արդեն ժամը 16:00-ն է մոտենում, ներողություն եմ խնդրում, շնորհակալություն արգելի գործընկերներ, որ նման արագ արձագանքեցիք։ Այո, դատական միտքի տնային կալանքի երկարաձգման վերաբերյալ շնորհակալություն գործընկերներ։ Եկեք հենց հասկանանք ի վերջո հնարավոր է մերժվում է ընդհանրապես այս միջնորդությունը։ Իդեպ գործընկերներ, սա էլ եմ ուզում հատուկ հստակ արձանագրել։ Մենք տնային կալանքի վերաբերյալ ունենք հստակ առարկություններ։ Մենք գտնում ենք, որ ընդհանրապես այս գործով խափամամիջոց չի կարող կիրառվել։ Լավ, ի վերջո վերհիշենք, հա, մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Լավ, ինչ հանցանք կարող է այստեղ լինել։ Չէ՞ նույնիսկ լավ ամենաաբսուրդային, տիտանական աբսուրդային երևակայությունը թույլ չի տալիս այստեղ տեսնել ինչ որ որևէ մի հակաօրինական արարք։ Եվ ընդհանրապես ես համարում եմ, որ ամեն ինչ սահման պետք է ունենա։ Ամեն ինչ, նույնիսկ քաղաքական հետապնդումներ սահման պետք է ունենա։ Դրա համար այո, մեր դիրքորոշումը այն է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընդհանրապես խափամամիջոց չպետք է կիրառվի։ Ընդհանրապես, կներեք ներողություն։